Հարցով չէ։ Շնորհակալ ենք պարոն Կարապետյան, մեր առաջարկը ընդունելու համար այս զրույցի։ Չնայած մի հարց եմ ուզում տամ, որը վերջում պետք է տայի, թերևս, այն, որ վաղ առավոտից սկսեցին արդեն խուզարկություններ, կալանքի որոշումներ, ձերբակալություններ, վաղ առավոտից։ Բնականաբար քարոզարշավը գնալով ավելի սաստկանալու է, ավելի դաժան է դառնալու, հետապնդումները ավելի շարունակվելու են։ Ինչու եմ ասում, վերջում պետք է այս հարցը տայի, ընդդիմությունը պատրաստ է փողոցային պայքարի, որովհետև ցանկացած սցենար կարող է լինել։ Ինձ թվում է ընդդիմությունը պատրաստ է բոլոր տեսակի պայքարների, իրենց այս գործելավոճը դա իրենց ներքին ցնցումների արդյունքն է, որովհետև իրենք մարզերը շրջակայելով տեսնում են, որ կորցրել են ժողովրդի աջակցությունը, իրենք միակ հույսը դրել են ճնշումների վրա, ռեպրեսիաների վրա, բայց դա իրենց բացարձակ չի օգնելու, մեկ մարդու ձերբակալում են, տեղը 1000 մարդ է ավելանում, դրա համար դա խնդիր չի։ Կարող եմ մի հարց հիշեցնել, հետո փոխանցեմ իմ գործընկերներին։ Դուք հանդիպումներից մեկի ժամանակ, հատկապես Արմար Բիրցիների հանդիպման ժամանակ, ասացիք, որ մի բացահայտում արեցիք, որ ամենածանր պայմաններն անցել եք եւ 5-րդ օրը ձեզ առավելագույն պայմաններն էին առաջարկում, մի քաղաքական հայտարարություն արա, որ քաղաքականություն չես մտնելու եւ ամեն ինչ լավ կլինի, այսինքն ձեզ ազատ կթողնեն։ Դա ոչ միայն 5-րդ օրն են, շարունակեք։ Ուզում եմ իմանալ, ինչ առաջարկ է եղել, բովանդակությունը հատկապես, ում կողմից է եղել, ինչ պայմաններով։ Դա եղել է անտիխցի պայմաններում, առաջարկությունը արել են իմ Մոսկվայի ընկերների միջոցով, բայց նախքան այդ առաջարկությունը նույնիսկ մինչև ձերբակալելը, որ 1000 հոգով հարձակվել էին տան վրա, իրենք բարձր մակարդակով կոնկրետ ինձ արել են առաջարկություն, որ գնամ սուրճ խմեմ մի տեղ, հայտարարեմ, որ եկեղեցուն չենք պաշտպանելու, դրանից հետո թե էլեկտրական ցանցերը, թե ամեն ինչը հետ է վերադարձվում, ես չեմ ընդունել առաջարկությունը եւ գնացել ենք առաջ։ Շնորհակալ եմ։ Կարապետյան, շնորհակալություն այս հնարավորության համար։ Ես ուշադրությամբ հետևում եմ ձեր քարոզարշավը ու նաև տեսնում եմ իշխանության նարատիվները։ Իշխանության հիմնական նարատիվները պտտվում են այդ պատերազմի խաղաղության շուրջ, ու այս հարցի մասին ձեզ մի քանի անգամ տվել են, դուք կարճ պատասխանեք տվել, բայց մի քիչ ավելի լայն, եթե հնարավոր է, պատասխան տվեք։ Տեսեք, իշխանությունը ասում է, մենք չկանք, մենք լինելու է պատերազմ։ Այսօր մինչև գալը կարդացի, որ իրենց ներկայացուցիչներից մեկը ասում էր, եթե մենք չենք վերընտրվում, անգամ թվեր են հնչեցնում 10,000 երեխա կսպանվի, կործանարար պատերազմ կլինի։ Այսինքն ակնհայտորեն հասարակության իրենք տալիս են այդ երկընտրանքը պատերազմ թե խաղաղություն։ Հիմա դուք ասում եք, եթե չի լինում Փաշինյանը, չի լինում նաև պատերազմ, հա։ Բացատրեք, խնդրում եմ, ինչպես է այդ գոնե կարճաժամկետ առումով, լավ, երկարաժամկետ առումով հասկանում եմ, ուժեղ տնտեսություն, չգիտեմ, երաշխավորված խաղաղություն, բայց գոնե կարճաժամկետ առումով ինչպես պիտի կարողանաք երաշխավորել, որպեսզի, ասենք, եթե Ադրբեջանը տեսնի օրինակ, որ իրենց համար այսպես ցանկալի իշխանությունը հեռանում է, չօգտվի այդ իրավիճակից ու այդ քաղաքական անցման շրջանից չօգտվի, եթե անշուշտ դուք հավաքեք ձայների մեծամասնություն կամ կոալիցիա։ Ընդհանրապես ում են ճնշում։ Ճնշում են քույլերին։ Դրանից է ամեն ինչ սկսվում։ Բոլոր պետություններն էլ միշտ հարձակվում են, երբ որ տեսնում են մյուս պետության ղեկավարը ճիշտ քաղաքականություն չի վարում, վախկոտ է, քույլ է, ոչինչի ընդունակ չի, ստախոս է։ Իսկ այս մարդը արդեն 3 անգամ ապացուցել է,
որ ինքը պատերազմ բերող քաղաքական գործիչ է, որ ինքը վախկոտ է, ինքը ուժեղ է միայն ավտոբուսի մեջ, մնացած տեղերը ինքը ոչ մի ուժ չունի, բոլոր գերտերությունների հետ, գլխավոր դաշնակիցների հետ փչացրել է հարաբերությունները, ոչ մի տեղից աջակցության սպասելիք չունի, իսկ մենք կարող ենք մեզ թույլ տալ, որ մենք մենակ պետք է պայքարենք բոլորի դեմ, նա փոքրիկ ստախոս է, խաբում է բոլորին, խաբում է մեր ժողովրդին, մենք պետք է դա հասկանանք, արդեն ժամանակն է, որ ժողովուրդը դա հասկանա, նա բերում է չարիք մեր երկրի գլխին, 300,000 ադրբեջանցիներ է բերում մեր երկրի գլխին,